Արցախն իմ սրտում բարեգործական հիմնադրամի 3 ամսվա կատարած աշխատանքն է ներկայացնում Արցախի պետական նախարարը։ Հիմնադրամին նվիրաբերված գումարներն օգտագործվել են զոհվածների ընտանիքների, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող արցախցիների, ինչպես նաև բենզալոցակայանի պայթյունի զոհ դարձած ընտանիքների սոցիալ-կենցաղային իրավիճակը մեղմելու նպատակով։ Խոշոր նվիրատուների ցանկում նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանն է։ Բենզինի պահեստի պայթյունից զոհված մեր հայրենակիցների 238 ընտանիքների և ևս սեպտեմբերի 19 և 20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական մեր 22 հայրենակիցների մասով։ Ընդհանուր թվով 260 անդամների մասին է խոսքը, ուրեմն Կարապետյանները 50,000 դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին։ Արցախցիների սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով միջոցներ են հատկացրել նաև Արցախի ազատամարտիկների միություն հասարակական կազմակերպությունը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Քոչարյանը։ Աջակցությունը հատկացվել է այն ընտանիքներին, որոնք առաջնային բժշկական ծառայություններից օգտվելու կարիք ունեն։ Արցախի ազատամարտիկների միությունը հասարակական կազմակերպությունը 5 միլիոն դրամ է հատկացրել, Գագիկ Ծառուկյանը ևս գումար է հատկացրել 3 միլիոն դրամ, Լևոն Քոչարյանը 2 միլիոն դրամ է փոխանցել, ընդ որում ունենք պայմանավորվածություն պարբերաբար ցանկություն է հայտնել աջակցել այս ծրագրին, Արցախ բանկը 1 միլիոն 600,000 դրամ, Արչինին բանկը 3 ուսանողների ուսման վարձն է վճարել 1 միլիոն 330,000 դրամ, Սիրուշոն ևս արձագանքել է մեր կոչին 1 միլիոն դրամ է փոխանցել, մեր հայրենակիցներից ծնունդով մեր գյուղից Իսկանդարյան Իսկանդարը, ով ապրում է Ռուսաստանում, 474,000 դրամ է փոխանցել։ Երկու արցախցի չեն ցանկացել նշել իրենց անունները։ Այստեղ այս նույն գրասենյակում հանդիպել է արցախցի ընտանիքների հետ, 20 ընտանիքի յուրաքանչյուրին $500 է փոխանցել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, եւ ևս մեկ անանուն քաղաքացի պայթյունից զոհվածների երեխաներին ուսման վճարներն է փոխանցել, թվերի տեսքով $2,200։ Արցախի իշխանությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի համագործակցում։ Խնդիրները քննարկելու նպատակով դիմել են կառավարության տարբեր անդամների, սակայն մինչ օրս չեն արձագանքել։ Սոցիալական ծանրկացության մեջ հայտնված հայրենակիցներին օգնելու կոչերին չեն արձագանքել նաև արցախցի որոշ գործարարներ։ Դեռ սպասում են։ Դիմել եմ Վիտալի Բալասանյանին, Արման Հակոբյանյանին, Բեկլարյան Բարսեղին, Հակոբ Հակոբյանին, Կամո Աղաջանյանի հետ չեմ կարողացել կապ հաստատել, կարծում եմ հետագայում այդ առիթը կունենամ, հանդիպել եմ Արտուր Աղաբեկյանի հետ, Կոմիտաս Կարապետյանի եւ շարունակելու ենք այս ցանկը, երկար կարելի է թվարկել, ամեն դեպքում ևս նշեմ անունները, որ տասնյակ հանդիպումների ժամանակ լսել եմ արցախցիներից, խոսքը Արտուր Պետրոսյանի մասին է, Վարդան Բալայանի, Անդրանիկ Խաչատրյանի, Միքայել Աթայանի, Վազգեն Միքայելյանի, Արշավիր Ղարամանյանի, Մովսես Հակոբյանի, Իվան Ավանեսյանի եւ այս ցանկը կարելի է երկար թվարկել, արցախցիները դիմում են մեզ այն ակնկալիքով, որ այս մարդիկ կարող են իրենց օգնել եւ իմ խնդրանքս է որպես Արցախի պետական նախարար խնդրանքով կոչով դիմում եմ աջակցեն, պարտադիր չէ իհարկե բարեգործական հիմնադրամին նվիրատվություն կատարվի, կարող են նաև իրենք իրենց ձեռքով մեր հայրենակիցներին ուրեմն օգնել։ Արցախցիներին հուզող հարցի կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նորություններ չկան։ Հայաստանի ազգային ժողովի որոշմամբ դրանք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության կուտակային ֆոնդեր։ Վերջնահաշվարկները ստանալու համար աշխատանքներ են տարվում։ Կատարվում են աշխատանքներ, սպասենք ավելի հստակ տեղեկատվական շտաբով մենք մեր հայրենակիցներին կներկայացնենք։ Սոցիալական իրավիճակը պետք է մեղմվի, որ արցախցիները շարունակեն պայքարը Արցախ վերադարձի իրավունքի համար, ընդգծել է Նժդեհ Իսկանդարյանը։ Դուք երբևիցե հանդիպել եք մեր հայրենակիցների, ովքեր կխոսեն Նախիջևանի վերադարձի մասին, որտեղ այդ մարդիկ լքել են մեր հայրենիքը, եւ ես չեմ ուզում, որ մեր սերունդները նույնը խոսեն Արցախի մասին։ Մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ եւ կտրուկ փոխվում է,
ուղղակի պետք է զգոն եւ պատրաստ լինել ցանկացած սցենարի։ Նժդեհ Իսկանդարյանի խոսքով 2026-ի գարնանը պատրաստվում են փողոցային շարժում սկսել։ Նպատակ ունեն կանխել արցախցիների արտագաղթն ու բարելավել նրանց սոցիալական վիճակը։